Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովն է։ Բարև ձեզ, պարոն Իկոնոմով, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Իկոնոմով, ուզում եմ սկսենք ձեր քաղաքականություն մուտք գործելու պատճառներից, դուք հաջողակ բիզնեսմեն եք, ձեր գործում հաջողությունների հասած մարդ, ինչը ձեզ ստիպեց այս փուլում քաղաքականություն մուտք գործել, ժողովրդի լեզվով ասած, ինչու որոշեցիք ձեր անցավ գլուխը ցավի տակ դնել նման բարդ եւ պատասխանատու շրջանում մեր երկրի համար։ Իրականում սենց ստացվեց, հա, դե նախ եւ առաջ տարիք սա են, որ ասենք երբ որ դու ինչ-որ բաների հասնում ես կյանքումդ, ասենք ավելի շատ ես սկսում մտածել, ավելի բարձր արժեքների մասին, հա, ասենք եւ իրականում ասենք հասկանում ես, որ իմ պարագայում օրինակ ոնց եղավ, որ իմ ընտանիքս քանի որ արտասահմանում է ապրում արդեն համարյա թե 20 տարի է, Լոնդոնում են ապրում, հայս մտածում էր, ասենք, ստեղ գերեզմանները ստեղ է, տուն-տեղ սարքել եմ ամեն ինչ ստեղ է, բայց ոչ մեկ չի ապրում, թոռներս մեծանում են, արդեն ասենք, հա, հայեր են խոսում են լրիվ, բայց մեկ է, հասկանում եմ, որ ասենք Այն հայկականությունը կորում է։ Հայրենիքներ ավելի շատ։ Հա, դա իմաստն էլ է կորում, էլի այդ ամեն ինչը, դու երբ որ քո ինքնությունդ զգում ես, հասկանում ես, հա, ոնց է ճիշտը, ասենք ուրիշները խեն կարողանում ուրիշ ազգեր, ուրիշ պետություններ, խի մենք չենք կարա, ասենք այդ հարցը հա բարձրանում է ամեն դեպքում։ Եվ ես 4 տարի առաջ էր որոշեցի ասեցի լավ, գանք մի հատ տեղում ոնց որ հասկանանք այն մարդկանց հետ, ասենք, ահագին շատ լավ կարգին մարդիկ կան, ովքեր որ ցավում են նույն ձև, հա, իրանց հետ հավաքում ենք, մի 2.5 տարի հավաքվել ենք։ Ես ճիշտն ասած ինքս չէի ուզում, որտեղ իմ համար բիզնեսը ավելի սիրելի, ավելի դուրեկան մտնելորդ է։ Այդ քաղաքականության մեջ շատ ընկերներ եմ ունեցել եւ իմ դուրս չի եկել երբեք այդ քաղաքականությունը։ Սակայն այս առումով մենք մտածում ենք, ասենք, այդ հասկանանք թե որտեղից է այն բուն պրոբլեմը սկիզբը որտեղից է սկսում, որ մենք ամեն անգամ կանգնում ենք նույն փոცხի վրա, պրոբլեմների առաջ ու չենք կայանում, հա, ու չենք կայանում որպես իրական այն պետությունը, որ ամեն մեկս կուզենայինք, հա, ամեն կարգին հայ, ամեն կարգին մարդ, որ ուզենար, որ ասենք նորմալ, չեմ ասում չտեսնված են ուժեղ, ես իմ Իսրայել ելնենք, ընկնենք սաղին, ասենք ջարդը փշուր անենք, ում վրա որ մատներս դնենք Ախպերն մեզ այդ պետք չի, հայ ազգին դա պետք չի եղել երբեք ու պետք էլ չի։ Մեզ պետք է որ մեզ չկարողան կպնեն, ու մենք նորմալ մարդավարի, այն բարգավաճ ձևի, ասենք արժանապատիվ ռեսուրսը հաստատապես ունենք։ Այո, միանշանակ այդ ռեսուրսը կա, բայց ինչ որ չի ստացվում ոչ մի ձև բանը։ Եվ իրականում ասում եմ ահագին մտածեցիք ու հասկացանք, որ ամենամեծ խնդրեմը միևնույնն է, դա այն է, որ մենք չենք կարողացել, դե հասկանալի է ինչի չենք կարողացել։ Էլիտա ունենալ քաղաքական, հա, չի կազմավորվել այդ էլիտան, մեր մոտ երբեք չի կազմավորվել, այդ սովետական միության փլուզումից հետո, ասենք, ընդհանրապես չկարողացավ, ժամանակ էլ չեղավ, հա, մեկ պատերազմներ, մեկ էս պրոբլեմը, մեկ այն պրոբլեմը, ու մարդիկ ինչ որ օրեկան պրոբլեմներն էին փակում, ինչ որ ծակեր են փակել, գլոբալ մեծ ինչ որ մոտեցում ազգային նպատակի, հա, այդ գաղափարախոսությունը, պատկերացումը չի կազմավորվել։ Եվ այդտեղից մենք հասկացանք, որ չէ, այստեղ միակ բանն է, պետք է երկու հարց լուծել, հա, միանգամից։ Առաջի հարցը դա համակարգային անենց մոտեցում պետք է ստեղծվի այդ փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, հա, ինչն է, էլի, օրինակ, հիմա ներկայացնեմ երևի, ուրեմն առաջինը ամենակարևորն է, դա այդ այն, որ մենք տեսնում ենք, դա պրեզիդենտի ինստիտուտը պետխորհրդի ինստիտուտով փոփոխելը, ինչ է տալի դա, որ հասկանալի լինի, հա, սա հասարակության համար, ժողովրդի մեր քաղաքացիների համար ինքը մի հատ ավելորդ երաշխիք է դառնում, որ ասենք ազգային ժողովով են պոպուլիստական բաներով մարդիկ գալիս են մտնում են խմբակներ են ինչ-որ սարքում, հետո սկսում են օգտագործել այդ կառավարման օղակները, ի օգուտ իրանց պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, սկսում արդեն ամեն ինչը իմս է, ամեն ինչը ես եմ։ Հիմա մեր պարագայում մենք քանի որ այդ մոտեցումը երկու հարց է լուծում պետխորհրդի բանը, այն որ մենք ենք առաջարկում, այդ 9 հոգանոց պետխորհուրդը, ինքը նախ եւ առաջ առանձին կազմավորման մի հատ process է այդում, դա այդ process-ը գնում է այն մարդկանց մեջ, ովքեր որ ասենք պատրաստ չեն այդ թողբոհերի մեջ, այդ կռվերի մեջ, այդ պոպուլիզմի մեջ մտնել, այնքան որ մտնեն ազգային ժողով, որ հետո մինիստր դառնան, ես իմիջ դառնան, բայց այդ մարդիկ իրականում ցավում են եւ ուզում են, ասենք, օգուտ տան մեր պետությանը։ Այդ կառուցվածքը պետք է լինի, ասենք դա որպես դարբնոց
էլիտայի, հա, սկզբից հենց երիտասարդները ինստիտուտը ավարտելուց հետո, համալսարանը ավարտելուց հետո գալիս են դե աստիճաններով աճում են, բարձրանում են, ընդեղից ասենք ընտրվում են ամեն տարի 3 հոգի մարդ, որոնք փոխարինելու են պետխորհրդում ասենք այդ 3 հոգի 3 տարի մեկ փոխվելու են։ Հիմա այդ process-ը գնալով ի՞նչ է դառնում։ Դառնում է այս լավագույնները պետք է գան հասնեն միշտ այդ պետխորհուրդ, իրանք կուսակցական չպետք է լինեն, հա։ Իմաստը ազգային գաղափարներ կրող մարդիկ պետք է լինեն իրականում։ Այդ մարդիկ երբ որ գալիս են, իրանք դառնում են երաշխիք հենց ժողովրդի համար, որ հանկարծ այսպես խմբակներ չգան անցնեն։ Եղբայր շատ լավն է, այս սահմանադրությունը շատ լավն է։ Իրականում վատը չի, բայց այդ սահմանադրության մեջ, եթե մենք լիազորությունները վարչապետից մի քանի հատ լիազորություն տալիս ենք պետխորհրդին, ազգային անվտանգությունը շատ կարևոր է, նայեք։ Ազգային անվտանգությունը եթե պետխորհուրդը նշանակի ղեկավարին եւ հեռացնի, ոմանք ասեն, վա, ես ինչ այդքան ուժ եք տալիս այդ պետխորհրդին, նայեք, 9 հոգի մարդ են, հա, հիմա եթե գալիս է ինչ-որ այդպես խմբակ, դառնում են վարչապետ իրանց մարդն է դառնում, սկսում է ես եմ, այդ ազգային ժողովը, ազգային անվտանգության ղեկավարը իրանց մարդն է լինում, Ենթարկվում է վարչապետին, սկսում են սրանց վրա ինչ-որ բան, բոլորս են մարդ ենք, ինչ-որ սխալներ կարող է կյանքում արածրնենք, հա, ինչ-որտեղ, սկսում են մանգալ, ով որտեղ ինչ արա, հետո դառնում են այսպես այդ ոնց որ եկեղեցականներին մի 10 հոգու գտնում են, ասենց է 9 հոգու մեջ, մի 3-4 հոգի գտնեն, ով որ ես ինչ սխալ արել, ինչ արել կյանքում ինչ որ մի տեղ կամ ես իրանց հատուկ դրթեն, որ իրանք սխալներ անեն, գրեն, մրեն, վերջը ինչ ասես կարան անեն, այդ դեպքում իրանք սկսելու են արդեն էլի սենց շանտաժ։ Նրա համար որ սենց բաներ էլ չլինի։ Դրա համար ազգային անվտանգությունը պետք է ստեղծել։ Գլխավոր դատախազը պետք է նշանակվի պետխորհրդի կողմից, բայց ոչ թե ոնց որ ազգային անվտանգության ղեկավարը, այլ գլխավոր դատախազը պետք է հաստատվի ազգային ժողովի կողմից։ Կենտրոնական բանկը ազգային ժողովն է հաստատում, բայց այստեղ հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի ղեկավարը պետք է նույնպես ազգային այո պետխորհրդի կողմից նշանակվի, քանի որ այսօրվա դրությամբ մենք ունենք մի հատ իրավիճակ, երբ որ հանրային հեռուստաընկերությունը հա դառել է ուղակի քարոզչական մեքենան, երևի եսում Գեբելսն էր եկել տենց Գերմանիայում օգտագործում այդ մեքենան, ոնց որ հիմա Փաշինյանը ու ԿՊ-ն օգտագործում են։ Մենք մոնիտորինգ ենք արել մի տարվա ընթացքում 2025 թվականի այդ Գերմանիա գնացի, այն ժամանակներ այդ Վեյմարյան բանը դրա համար այնտեղ առաջացավ այդ ամեն ինչը։ Մենք իրականում կանգնած ենք դրա դեմը։ Արդեն հայ-հայա մեր մոտ էլ լինելու, նույն այդ նացիստական Գերմանիայի մոտեցումներն ա լինելու։ Հիմա ի՞նչն է, այդ հմեկի 2025 թվականի ամբողջ բանը նայել ենք, մոնիտորինգ ենք արել, հատուկ խումբ ենք ստեղծել եւ դառնում է այն ծրագրերը, որոնք որ չեմ ասում, հա, բան Պետրոսի մոտ Ղազարան, որ ամեն օր այդ ԿՊԱ-ականներն են կամ իրանց այսպես ասած արևմտամետ, բայց որոնք որ ուղակի Փաշինյանի գիծն են տանում։ Ինչպես Տիկին Կարապետյանցն է ասում, սազանդարները։ Հա, այդ սազանդարները իրականում sense մի հատ շարան, sense ամեն անվանտակ, քաղաքագետ, տոյեսի ինչ, բայց սա իրանց նարատիվներն են բրդում առաջ ԿՊ-ի։ Ընդ միակ ուժը, որ կանչում են Պետրոսի մոտ, դա դաշնակներն է, ասենք ընդդիմությունից, այն էլ խեն կանչում, որովհետև գիտեն իրանք իրանց տոկոսը ունեն, ոչ ավելանում է, ոչ պակասում է, ասենք դրա համար դրանց կանչում են, հիմա պրոբլեմ չի, որը ցույց տան, որ մի 5 անգամ ընդ հետաքրիր էր, մի 250 ծրագիր ուներ այդ Պետրոսը, մոտ հարաբեցն եմ հիմա, թե որ մոտը չի, հա, այդ 250-ից ասենք մի 15 անգամ են եղել դաշնակները, ընդ որում, չգիտեմ ինչի, Գառնիկ Դանելյանն է շատ ընդերնում, որտեղ հետաքրիր է, ինքը իր խոսալու ձևը բան, վերջ, էլ մնացած ասենք մի 30 հոգի ոչ մի բանի մասին, ասենք մարդիկ ինչ որ մշակույթից, այն էլ մշակույթից էր, մեկ-մեկ լինում են այնց դեմքեր, ոնց որ Ռուբենը թատրոնի, այն որ նայում ես ասես ամոթ մեր նշանակում էր ճիպոտահարել այդ ճիպոտը ես կասեի հիմա ինչ էր պետք անել դրան։ Այդ մարդը իրավունք չունի մշակույթի գործիչ ընդհանրապես կոչվի, էլի, ամոթ է։ Այդ մարդը պետք է իր արձանն էլ դրել այն թատրոնի դեմը բանի հետ խայտարակություն էլի, էսա։ Եվ դրա համար ասենք այս մոտեցումները, եթե մենք կարողանում ենք, այդ պետխորհուրդը մի հատ էլ բան ունի, հա, ինքը երաշխիք է դառնում, ասենք բան, ոնց որ անվտանգության բարձիկա վարչապետի համար էլ դառնում, որովհետև եթե վարչապետը օրինակ ինչ որ միջազգային փաստաթուղթ պետքա ստորագրի եւ իրանք կարան ստիպեն, հա, մենք տեսել ենք որ եղել է ժամանակ, որ ստիպել են մեր վարչապետերին կամ նախագահներին ինչ որ բաներ ստորագրել, որը որ չի բխում Հայաստանի պետական շահերից կամ
հայկականության շահերից կամ ժողովրդավարության շահերից, հա, այդ դեպքում, ասենք, ինքը կարա ստորագրի, ասի առ չկա, ես կստորագրեմ, եթե սենց բանեք տարի, բայց այն 9 հոգին վետոյի իրանք կունենան դրա վրա, ու այդ դեպքում այդ չեղյալ է դառնալու միանշանակ։ Ու այն կողմը, այն ուժը, որը որ կուզենա ուժ գործադրի, օրինակ նույն վարչապետի վրա, իրանք հասկանալ են, պետք է տրամաբանական բան առաջարկեն, որ այն 9 հոգին էլ վետո չդնեն։ Որտեղ մեր ծրագրի մեջ հիմա բացի այնից, որ այդ պետխորհուրդն է, մենք առաջարկում ենք ուրեմն համախմբել ընդհանրապես, մենք կուսակցություն չենք սարքել հատուկ։ Մենք, նայեք, իմ մտնելը ինչ է, ես չեմ մտել, որ ասենք ինչ-որ պաշտոնի գնամ բան, ես չեմ էլ անելու։ Իմ նպատակը մեկն է, մի ձև բերել հասնել բոլորին, բոլոր ուժերին, բերենք հասնենք մի բան, Ժողովուրդ ջան, ուզում եք լավ ծրագրեր են բոլորը առաջարկում, չտեսնված գործարաններ սարքենք, ծառեր տնկենք մեկը, մյուսը եսի ինչեր ասում, հեսա թոշակները կբարձրացնենք, այս կանենք։ Եղբայր, այս սաղ ծակ փագել է իրականում։ Եթե մենք համակարգի մեջ փոփոխություն չարեցինք, իրական փոփոխություն, որ էլ կյանքում հնարավոր չլինի ոչ մի Նիկոլ Փաշինյան, նոր Նիկոլ Փաշինյան գա, բոլորի արածը կարա մի օրվա մեջ ջուրը լցվի, եթե գալիս է նորից մի հատ Նիկոլ Փաշինյան։ Դրա համար ինչ է վարչապետական համակարգը պետք է բալանսավորվի առաջին հերթին։ Բացի սուպեր, այդ առաջի հերթին, այո, ես ձեր հետ համաձայն եմ, Դավիթ ջան, առաջի հերթին դա է, բայց դա ոնց է անում։ Այստեղ է կարևոր, որովհետև ոմանք մեզանից ինչ-որ բաներ են վեկալով ասում են, հեսա կգանք մի 10 օրվա մեջ, 50 օրվա մեջ, եսին քանի օրվա մեջ կվեկալենք, կփոխենք, 1% կանենք։ Այո, մենք այդ դա առաջարկենք ենք այդ 1%-ի շացնել շեմը, դա Պարույր Հայրիկյանի առաջարկն է իրականում եղել, մենք դա ընդունել ենք, իր հետ էլ խոսացել ենք, որ դա շատ կարևոր է, բայց երբ որ դու սարքում ես այդ 1%-անոց, ընդ էսի այդ պարլամենտ մտած ուժերը, ընդ դառնում է գժանոց։ Այս միապետական բանը, եթե դու չես փոխում, այս սահմանադրությունը, սենց ասած Սերժիկ ասում է, եթե չպատրենք, իրականում դա դառնում է չգիտես ով, չգիտես ոնց, էլի կդառնա վարչապետ, էլի սաղս ընկնենք նույն կրակի մեջ։ Միևնույն է առաջին տեղը զբաղեցրածը կայուն մեծամասնություն է ստանալու։ Այո, եւ հիմա ի՞նչ է դառնում։ Դառնում է, որ ոչ մի բան իրականում չի փոխվել։ Մենք պետք է հույսը դնենք, դառնում է էլի ուժեղ մարդու վրա, հիմա ասենք ուժեղ մարդ կգա, ուժեղ պետություն կսարքեն։ Չկա տենց բան, սա սուտ բաներ է, ուժեղ մարդու վրա այն ազգը, որ հույս է դնում, այդ ազգը արդեն գոյության իրավունք չունի։ Մենք չպետք է ուժեղ մարդու, մենք ինստիտուտների վրա պետք է մեր հույսը դնենք։ Մենք պետք է կառուցենք ինստիտուտները, որ ինստիտուտները աշխատի ու կապ չունենա թե ով ալինի, ուժեղ մարդ կլինի վարչապետը, թե թույլ մարդ կլինի, ինքը պարտավոր կլինի աշխատի ունենց, որովհետև արդեն համակարգը թույլ չի տալու իրան սխալներ անելու դեպքում է կամ հիմա ասենք այսենց որ մենք ենք ասում ու ինքը հարցակվեր եկեղեցուրա, ինքը պետք է արդեն շուտվանից նստած լիներ այդ վարչապետը։ Քրեական գործը նույն օրը առաջին հայտարարությունը։ Այո, որտեղ սահմանադրության հերը անիծում է այս մարդը, ուղղակի անիծում է։ Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն անձամբ ինքն է լինելու, իսկ այս ճանապարհին էլ արկա օրենսդրական խոչընդոտները նրանք մտադիր են սահմանադրության համապատասխան հոդվածը փոփոխելու ճանապարհով հաղթահարել։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, իշխանությունների մանիպուլյատիվ պնդումները շատ ենք լսել, քանի որ դուք եւս այլ երկրի քաղաքացիություն ունեք եւ եթե այս փոփոխությունները կյանքի կոչվեն, դա ձեզ վրա եւս կտարածվի ու դուք նույնպես կկարողանաք պաշտոն զբաղեցնել, ինչ որ հարցերին ձեր մասնակցությունը արդեն գործնականում բերել։ Չգիտեք ոնց, եթե ես ուզենայի պաշտոն զբաղեցնել, ես կարայի շուտվանից հրաժարվեի ուրիշ քաղաքացիություններից, պահպանեի այդ 5 տարվա ցենզը, ես ինչ անեմ, համար դա հեչ ռեական չի, քանի որ ես չեմ ուզում ոչ մի պաշտոն զբաղեցնեմ ու շատ եմ հնարավորություն ունեցել։ Ավելին ձեզ ասեմ, ես մարդկանց նշանակել եմ, օգնել եմ նշանակել տարբեր պետություններում շատ բարձր պաշտոններ, բայց ես ինքս երբեք չեմ օգտվել դրանից, որովհետև դա իմս չի, իրականում ես գիտեմ, որ իմս բիզնեսն է, ստեղծագործելն է, ինչ որ բան սարքելն է։ Հիմա այս պարագայում էլ ես մասնակցում եմ այդ ստեղծագործման բանին, գործընթացին, հա, որ կարողանանք այն մոտեցումը, այն ֆունդամենտը սարքենք։ Այսօր ես շինարարի այդ դերում եմ, որպես այո, ինչ որտեղ պրարաբ եմ երևի, որ ուզում է ճիշտ ֆունդամենտ կառուցի մեր պետության համար։ Ոչ պետք չի, ես հələ հակառակ, այն ինչ որ ես եմ առաջարկում այդ մոտեցումը, ով որ պաշտոնի գնալու է, կրակն են ընկնելու, որտեղ պետք է այդտենց, եթե մենք անենք, այս մարդիկ պետք է շամպես ասում եմ աշխատեն, ընդ չի լինելու այս մեծամասնությունը չեն ուզում փոփոխություններ են չի, որտեղ ասում են համար բախտած բերի հանգարց դառա, թուրս կտրելու է, տես ինչ եմ անելու։
Այսինքն բան չպետք է լինի, մենք պետք է գանք հասնենք դրան, որ արժանիները հասնեն, այն մարդիկ ովքեր որ սիրում են քաղաքականությունը, թող այդքան զբաղվեն, որ իրականում մարդկա սիրում է, այդ էլ է հատուկ ձևի բանը, մասնագիտությունը, ամեն ինչ էլի, որ ամեն մեկին թվում է դե հա, որովհետև եթե Նիկոլը դառավ քաղաքական գործիչ, դե պարզ է, ամեն մեկը ասում է, բախի ես չեմ կարա։ Էդ էլ է նորմալ, էլի, արդեն ցավոք սրտի, հա, շատ նորմալ է դառը, դա պետք է անեցանենք, որ այդ աննորմալությունը էլ նորմա չդառնա երբեք, հա։ Ինչ որ կապված է Սամվել Կարապետյանի հետ, ես այդտեղ իրականում պարզ կասեմ, ազնիվ կասեմ, ես իմ կարծիքս ունեմ այդ առումով, ես գտնում եմ ինքը շատ խելացի մարդ է, եւ ինքը ճիշտ է արել, քանի որ ինքը փաստորեն այդ հարվածը քաշել է հիմա Նարեկի կողմից, քանի որ 2/3 իրանք չեն կարողանալու։ Այդ անհնար է, բոլորս է հասկանում ենք, որ չեն կարողանալու հավաքեն, որ այդ բանը անցկացնեն, հա։ Փաստորեն հիմիկվա դրությամբ այո, որպես ուժեղ առաջնորդ, էդ էլ բայց ախր պարզ չի, այս մարդը չի խոսացել հələ, որ հասկանանք ուժեղա ուժեղ, մի բան որ դու բիզնեսում ես շատ ուժեղ։ Դա մի բան է, քաղաքականության մեջ, օրինակ ես վստահ եմ Նիկոլը բիզնեսում մի կոպեկ փող չէր կարող աշխատել։ Բայց քաղաքականության մեջ եկեք ասեմ, սա սատանա է, էլի այդ կողմից, մանիպուլատոր դրապես ես իմ երկրորդ աշխարհում կա չկա։ Տրամադրությունները շատ փայլուն ձևով չտեսնված ազգում են, որ ասում են քթի ծակը այդ առումով շատ ուժեղ է աշխատում։ Հիմա եթե դա լիներ որակով մարդ, արժեքների տեր մարդ, մենք իրականում ահագին բան կարանք օգտվենք։ Բայց քանի որ սրա մեջը պղտոր է, դրա համար ինքը մենակ իր վրա է աշխատում, ոչ թե պետության վրա, հայության համար, հա։ Հիմա Սամվել Կարապետյանի դեպքում մենք չգիտենք ինչքանով ուժեղ ինքը քաղաքական առաջնորդ կնի։ Բիզնես առաջնորդը շատ ուժեղ, հա, աշխարհի մակարդակով ինքը ապացուցել է, որ շատ որակով ուժեղ մենեջեր է, բանը։ Հիմա այստեղ մի հատ երկրորդ հարցն է գալի։ Եթե ինքը օգնում է Նարեկին դառնան, իրանք ինչ են անում, այն ծրագրերը որ տվել են։ Ծրագրերը չտեսնված ծրագրեր են, որպես բիզնես մոդել, երբ որ նայում ես, ասում ես, հա, շատ լավ է։ Նորմալ պետության մեջ այս sense մոտեցումներ եթե անես, չտեսնված բան կնի։ Բայց մենք նորմալ չենք, էս է խնդրեմը։ Մենք նորմալ չենք, քանի որ չենք կայացել։ Դե ֆակտո, դե յուրե մենք պետություն ենք, բայց դե ֆակտո որպես պետություն մենք չենք կայացել։ Հիմա մեզ պետքա դե ֆակտոն կայանա։ Դե ֆակտոն էլի եմ ասում, մենք գալու ենք կամ համակարգային փոփոխություններ ենք անում իրար հետ։ Ու այդ ժամանակ մենք չենք կարող ասում, եկեք 5 տարի էս անենք, ասում ենք եկեք 1 տարվա մեջ, տարի ու կես, մինչև 2 տարի 6 ամսվա մեջ չես կարա, չես հասցնի անես, որովհետև ահագին մանրուքներ կա, որ սահմանադրության մեջ պետքա լուրջ աշխատի, որ հանգարցակի, նոր ասում հա, ունքի տեղը աշկներ չտանք հանենք, էլի, ոնց մի հատ սխալ, մի հատ փոքր սխալ անես, կարա սա սիստեմը քանդվի, դրա համար սա հաշվարկենք, որ էս միանշանակ ճիշտ աշխատի, էս մոտեցումները 1 տարի հետո էլի նույն ընտրություններ անենք, արդեն Նիկոլը պարտված կլինի, եթե սաղս համախմբված գնանք այ կոնկրետ այս փոփոխությունների բանով։ Նիկոլը 1 տարի հետո չի լինելու ընտրություններում։ Հիմա եկեք հաղթենք այս մոտեցումներով, իսկ sense մոտեցումներով մենք միանշանակ կարանք հաղթենք։ Այդ վաղ 2/3-ն էլ կարող է հավաքվի իրականում, այդ վաղ թող եթե կուզենա, հետո դառնա վարչապետ ինքն էլ եթե շատ, բայց ես վստահ եմ, որ ինքը վարչապետ չէ ուզենա դառնա, իրան պետք չի։ Ինքն էլ լավ է կարողանում, ես իրան մոտիկից գիտեմ, ինքը չտեսնված տիրապետում է բիզնեսին ու ինքն էլ է այնպես սիրում բիզնեսը, ասենք նա չտեսնված։ Հիմա ով որ կուզենա թող գա ներկայացնի, հա, իդեպ ասենք բացի Պարոն Հայրենկյանի այդ մի տոկոսը, որ մենք ասում ենք շեմեջացնենք, մենք Արշակ Սադոյանից էլ օրինակ ընդունել ենք 3-րդ կետը, որը որ պետխորհուրդ այդ մի տոկոսը ու 3-րդ կետը սա բանն է, որ պետքա կառավարությունները որ գալիս են ընտրության, երբ որ գնում են, հա, որ պետք է կուսակցությունները, ասենք ծրագիր ունեն 10 կետը, ասենք իրանց ծրագրում, կամ 5 կետը 40%-ը 2 տարվա մեջ եթե չի անում, ինստինկտյան ավտոմատ պետք է ազգային ժողովը լուծարվի, նոր ընտրություններ գնան։ Ինչ-որ պատասխանատվության մեխանիզմ պիտի լինի, գործող կառավարության օրինակով մենք գիտենք բազմա այս ծրագիրը ծայրից ծայր, հիշենք ինչեր էին 21 թվականին 170 աստիճան հակառակը։ Դրա համար երբ որ այս բանը դու դնում ես, դա մի կողմից բանն օրենքն է աշխատում, որ եթե իրանք ասենք 5 կետից 2-ը չկատարեցին 2 տարվա մեջ, թեկուզ եւ ասենք են դրված կդնեն, օրենքներ ընդունացնեն, որ տենանք այս 2-ը կաշխատի։ Կարող է միանգամից չի անում, բաներ կա, որ ասենք կարող է 3-4 տարից սկսի աշխատել, բայց արդեն իրանք փոփոխություններ արել են, որ դա իրականություն դառնա։ Այդ դեպքում ավտոմատ պետք է լուծարվի, իսկ մյուս դեպքում, եթե այսենց հանգարցակի գալիս են էլի տենց 2 կետը ասենք թե արեցին այդ 5 կետից, հա 40%-ը, բայց վեկալեցին իրանց ծրագրի մեջ չկար, ասենք թե
Թուրքիայի հետ ռազմավարական, ասենք, բան դառնալ այսօր, հա, վեկալան ստորագրեն։ Այդ ժամանակ իրավունք ունի պետխորհուրդը վետո դնի իրանց որոշումների վրա։ Այն դեպքում, երբ որ դու գալիս ես ծրագրով ու ժողովուրդը քեզ տվել է այդ քվեն, որ դու ինչ որ գրել ես կատարես, եթե դու գրել ես օրինակ քո ծրագրի մեջ, ես պետք է դառնամ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկեր։ Ու ժողովուրդը ասում է, ախպեր, հա, ուզում ենք դառնանք։ Գնա ստորագրի։ Վետո չի կարա դնի պետխորհուրդը իրանց, որտեվ ընտրություններով ժողովուրդը քվեատով է ու ասել է։ Այսենց մոտեցումներն է մեր համար կարևոր։ Եթե սա 1-1.5 տարվա մեջ մինչև 2 տարի, հա, ամենաշատը պետք է այս փոփոխությունները արվի, դրանից հետո իհարկե այդ ընթացքում պետք է արտաքին քաղաքականություն վարվի, տնտեսությունը պետք է բանարի մեր առաջարկը հիմա այնտեղ կամ մենք էլ առաջարկներ ունենք տնտեսական, որը որ իրականում մի 5 տարվա մեջ հնարավորություն տա թոշակները միջև 100% բարձրացնել։ Աշխատավարձները մինիմում, ասենք, դասատուների, զինվորականների եւ բջիջների առնվազն 350,000 դրամից ոչ պակաս լինի։ Այդ հնարավորությունները կա։ Մենք գիտենք ոնց է կարելի մեր տնտեսությունը սպիտակ դաշտ բերել, հա, այդ գորգ դաշտից միանշանակ այդ թվանշային պետության հետ կապված հարցերը, բայց դա երկրորդական են իրականում։ Մենակ այս բարեփոխումները կյանքի կոչելուց հետո է հնարավոր։ Այո, որովհետև մենք կարանք, շատ ճիշտ եք դա ջան, որովհետև մենք կարանք սկզբից սա անենք, մի 5 տարի լավ ապրենք, ասում 6-րդ տարին են մյուս ընտրությունն են գալիս, մեկը մտնում, ասում հետեք ռադներ հետ քաշեք, հիմա անում ենք սենց, էլի ես եմ թագավորը, ես եմ որոշում, ոնց ուզում եմ անում։ Եվ հենց այս համատեքստում դուք հնարավոր համարում եք ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելը, հատկապես այն բացահայտ աշխարհաքաղաքական աջակցության ֆոնին, որը Նիկոլ Փաշինյանը ունի։ Մենք Վենսի հայտարարությունը լսեցինք բացահայտ, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարներ խոսել այս մասին ու այսպես շարունակ։ Գիտեք ոնց, ինձ թվում է այդ ժամանակը անցել է, երբ որ մեր ժողովրդին կարող էին խաբեին ինչ-որ բաները, մի կողմից Պուտինը, մյուս կողմից կամ Էրդողանը, մյուսյանից Տրամպը, ես եմ սենց կասի, սրան եմ ուզում, նրան եմ ուզում, այս այնց դեռ մեր ժողովուրդը այս 35 տարվա մեջ շատ իմաստուն է դառել։ Խաբելը անհնար է։ Եթե այսօրվա դրությամբ դուրս են գալի մարդիկ, հա, դες այն մարդիկ, որ իրանք տենում են ու ասում են, հա, այս մարդկանց մենք հավատում ենք։ Բերում են ծրագիրը, որը որ հասկանալի, շատ կարճ, կոնկրետ ծրագիր պետք է լինի, այդ տոմերով գրած բաները, եսիմ 600 հատ գործարանները, եսիմ ինչերը բան, դա սա ժողովուրդը հասկանում է, ախպեր, այսօր ասին, վաղը մոռացեք։ Եթե կոնկրետ մոտեցում դու ցուցաբերեցիր, ես վստահ եմ, մեր ժողովուրդը կհասկանա, որ ինքն է որոշողը, ինքնիշխանությունը ստեղից է սկսում, Դավիթ ջան։ Դու ինքնիշխան ես այնքանով, ինչքան որ ով ինչքան ուզում է գա, ասի, չասի, ով էլ ասի, Սի Ցզինպինը ասի, Պուտինը ասի, Տրամպը ասի, ով ասի, թող այդան իրանց ժողովուրդներին ասեն, իրանց տիրություն կանեն։ Մենք հայ ենք, մենք ենք որոշելու, թե ում հետ են դրանք բոլորը աշխատելու։ Այս մոտեցումն է կարևոր եւ այդ մոտեցումը մեր ժողովուրդը ես վստահ եմ ունի, խնդրեմ չկա, այդտեղ կարևորը ովքեր, ոնց, ում դեմքերով ու ինչ ծրագիր են ներկայացնում։ Նիկոլին կմնա այս քանի օր, 100 օր է մնացել, էս է առնելու։ Եթե ճիշտ ձև այս ամեն ինչը դասավորվի, առանց ոչ մի խնդրի պրոբկի պես դուրս է թռնում։ Իսկ այնուամենայնիվ քաղաքական դաշտում կան այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք որևէ ձևաչափում, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այս էլ բացին չկա։ Իրականում մեր արհավիրքը ինքն է։ Հիմա այն մնացած բաներ ուժեր կան, որ ասենք մեզ դիմել են, մենք արդեն ասել ենք չէ։ Արդեն մի 4 հատ ուժ կա, որոնց ասել ենք ոչ, մենք ձեր հետ չենք աշխատելու իրականում։ Եվ ոչ թե նրա համար, հակառակ այդ ուժերի մեջ ընկերներ ունեմ, որ հետները ուտում են, խմում են, ճանապարհ են կանցել, բայց որպես մոտեցում, իրանց մոտեցումները մեր համար անընդունելի է։ Հիմա գիտեք ոնց, եթե այս մարդը գիտես այս անելու, իր այդ միանաս ինքդ քեզ խաբես, թե ում խաբես։ Դրա համար ենք ասում, մենք ինքնանպատակ չունենք։ Նիկոլին հանելն էլ իմացեք ինքնանպատակ չի, որովհետև նպատակը պետք է լինի բարձր։ Եթե բարձր նպատակ չկա, ասենք թե ռուսը մի հատ խոսք ունի, շիլը նամիլը։ Դա իմաստը ի՞նչն է։ Հա Նիկոլ կեթա մի հատ պիկոլ կգա։ Ինչ է փոխելու։ Ոչ մի բան, դրա համար ենք ասում, եկեք աշխատենք փոփոխությունների վրա, եկեք այս փոփոխությունները կարճ, կոնկրետ ժողովրդին ասում ենք, գալիս ենք, էս ենք անում։ Սրանից հետո էլ խնդրեմ չի լինի, Ժորժ ջան։ Եկեք ձեր ծրագրերով, մեկը կասի տանում եմ Ռուսաստան, մյուսը կասի էլ եմ ասում, տանում եմ Հնդկաստան, այն մյուսը ասում է տանում եմ Եվրոպա։ Ախպեր, որտեղ ժողովուրդը կորոշի, ընդ էլ գնանք։ Բայց դու չես կարող ասես տանում եմ Եվրոպա, գազ դառնաս վարչապետ, հետո էլ մեզ տանես Թուրքիա, ասենք։ Այո։
Էսա կարևորը։ Որ թույլ չտրվի երկրորդ Փաշինյանը գա իշխանության այս Միանշանակ։ Պարոն Իկոնոմով, Նիկոլ Փաշինյանը նաև մի շարք պարտավորություններ է ստանձնել, կլինի դա խաղաղության պայմանագրի, սահմանադրության փոփոխության մասով, Թրամփի ուղու շրջանակներում եւ այլն։ Շատերի գնահատմամբ կան նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին մեզ անգամ հայտնի չէ, եւ հենց այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու խոստմամբ է պայմանավորված այն աջակցությունը, որը նա ստանում է։ Իշխանության գալու կամ մաս կազմելու դեպքում այս պարտավորությունների հետ ինչ եք մտադիր անել, առնվազն որոնք հրապարակային են եւ մեզ հայտնի։ Նայեք, հա, իրականում միջև այս հարցին մոտիկանամ մատ է բան ասեմ։ Ես ասեմ, որ մեր հայրենակիցները, մեր հասարակությունը, մեր քույրեր, աղբերները իմանան։ Մենք ուժեղ պետություն ենք մեր էությամբ, հա, հայը ինքը իրանով ուժեղ է։ Մենք չենք պարտվել, մեզ դավաճանել են։ Մենք ոչ էլ իրականում այն ժամանակ մենք ասենք կրել էինք, հա, հաղթանակ չենք տարել, որտեվ դա փուլ էր հաղթանակի, որը որ պետքա վերջացվեր։ Ամրագրվեր, չարվեց, ուրեմն հաղթանակը չի եղել, չկայացավ վերջնական։ Դա ինչ որ հաղթանակի փուլ էր։ Հիմա մենք ապրում ենք փուլ, որ պարտվել ենք։ Հիմա նայեք, մենք այդ խնդրումը չունենք, այդ վախերը չպետք է լինի, այդ վաղը պատերազմ կլինի, համար սաղսը ծնվել ենք, սաղսը մեռնելու ենք։ Հարցը հում դրա մեջ չի, որ իհարկե մենք ոչ մի դեպքում թույլ չպետք է տանք, որ պատերազմի գնա։ Բայց այդ չի նշանակում, որ դու պետք է ընկնես ոտների տակ, պաչես ոտերը, ասես, ախպեր, մենակ խաղաղությունը լինի, արի վրովս ման արի գնա։ Չէ, արժանապատիվ բաներ կա ու ամեն դեպքում մենք վստահ եմ, ընդկնդունվենք թե Ռուսաստանի, թե Ամերիկայի կողմից, Եվրոպան իրանց գլուխը չեն կանում հələ բան անեն, իհարկե դրա համար իրանց անունը քիչ չեմ տալի, բայց իրականում այդ թույլ չեն տա, որ մեզ արժանապատվությանը զրկեն։ Եթե դու ինքդ ես պատրաստ զրկվես, դա քո գործն է։ Բայց եթե դու պատրաստ ես քո արժանապատվությունը պահես, ոչ մեկ թույլ չի տա, որ Ադրբեջանը այսպես մեզ խոսում են, այդպես բան չկա։ Իմացեք, մենք շատ պինդ ենք որպես ազգ, եւ մենք կարանք դիմադրենք, որ մեր արժանապատվությունը պահենք։ Մենք չենք ասում ինչ-որ ռևանշիզմ, վերադարձներ, իհարկե պետք է արցախցիների իրավունքները պաշտպանվի, միանշանակ։ Ասում են, ասեք, Արցախը, եղբայր, ես ասում եմ, եկեք Արցախի մասին հիմա քիչ խոսանք, էլի։ Եթե մենք տնից մեջից քանդվում ենք, մեզ քաղցկեղը ուտում է մեջից, մենք գնում ենք ատամները սարքելու։ Ախպեր, ատամները սարքելու ժամանակը չի։ Եկեք այդ քաղցկեղը բուժենք, նոր հետո կմտածենք, ասենք ոնց ենք վարվում, ինչ ենք անում։ Իրականում մենք պետք է աշխատենք միջազգային նորմերին համաձայն։ Մենք պետք է պնդանանք ավելի։ Իրականում բանակը պետք է պնդանա, որ հնարավորություն չունեն, հնարավորության դեպքում է իմանան այնքան անհամաչափ իրանք կտուժեն, որ իմաստ չունի մեր հետ պատերազմ անելը։ Հիմա այդ դրանից ելնելով ես sense բան ասեմ, հա, ինչ որ կապված է այդ հռչակագիրը ստորագրելու, այդ իրանց խնդրեմն է։ Թող իրանք իրանց մոտ նախ եւ առաջ իրանց սահմանության մեջ շատ խնդիրներ կա, այդ հանդիպանքը։ Մեզ ոչ մեկ չի կարողանալու ստիպել մեր մշակույթից հրաժարվել, մեր պատմությունից հրաժարվել, մեզ չեն կարա ստիպեն, որ մենք մոռանանք ցեղասպանությունը, սա սուտ է։ Եթե ով էլ անի դա այն բանի տակ, հա, ասենք sense նեղված վիճակի մեջ դա անի, դա մեկա տրաքելու է, դա անիմաստ է։ Այն ինչ որ արդար չի ու նորմալ չի, դա չի կարա երկարատև լինի, հա, ինչ որ մի ժամանակ կարող է եթե սահմանած, ըմտեսի մինչեր ստորագրի ինչ անի, բայց դա անիմաստ մեկա սուտ բան է։ Իսկ այս խաղաղության համաձայնագիր կոչվածը այս տեսքով պետք է ստորագրվի թե ոչ։ Ճիշտ ասած ես սա ինչ ասես կարա ստորագրի, ես նայեք էլի եմ ասում։ Եթե դուք լինեք օրինակ, ինչ։ Եթե ես լինեի, այդ խաղաղության պայմանագիրը ինքը իրանով վատը չի, եթե դու բան ես անում, իրական ես բան դնում տակը, հա, որտեղ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ եղբայր հələ մի հատ մեր բաներ մարդկանց հետ տվեք։ Հələ մի հատ դուրս եկեք մեր տարածքներից։ Ձեր նշած 29740 Հա, մի հատ էլ եկեք այս հարցերը լուծենք այն, որ ինչ որ ռեալ ունենք բանի վրա, թե չէ դու ինձ դրել ես Google ու ինձ ասում ես, «Դավայ, հա, ստորագրենք», այս սուտի թուղթ է, մենք բոլորս է հասկանում ենք, սուտ թուղթ է, երբ որ ուզենա, եթե այսօրվա դրությամբ այդ տրիպի, իմ համար այդ տրիպի ուղին շատ կարևոր է իրականում։
Դա իմ կարծիքն է, ու ես վստահ եմ, որ շատերը, հա? Պետք է բացվի սա կարծում եմ։ Այո, մենք գիտեք ոնց է, սա մեզ հնարավորություն է տալի, որ մի 2-3 տարի, այ կակրած միջև մենք կարողանանք այդ փոփոխությունները անենք, Ադրբեջանին տեղ չտալ, որ ասի, որ գիտես, ահա, չի թողում մեզ, մենք գնանք, գանք, սենց անենք, նենց անենք։ Հասկանալի է, եթե տրիպը չլներ, պետք է լիներ նոյեմբերի 9-ի բանով, էլի ինչ-որ այդ բանը պետք է լիներ։ Հիմա դու այն վիճակի մեջ չես, որ ասես, չէ, չեմ տալ։ Չնայած իրականում, ասում եմ, ինչքան շատ ճանապարհներ լինի, բայց դրա հետ միասին մենք պետք է կարողանանք հասկանանք ինչ պայմաններով երրորդ կողմին իրանք չունենան տան, то есть ինչա գրված լինելու այդ փաստաթղթի մեջ իրական, հələ որ པարզ չի։ Բայց եթե Ամերիկան ստեղ ոտ է դնում, ես օրինակ կողմնակից եմ դրան, շատ կողմնակից, հակառակ ինչքան շատ, որտեղ Ռուսաստանը շատ բան ունի ստեղ, հիմա թող Ամերիկանը շատ բան ունենա, տնտեսական հետաքրքրություն ունենան։ Այդ դեպքում մենք ավելի ապահով կլինենք։ Հավասարակշռի նաև։ Իրանք իրար մեջ կհավասարակշռեն, իրանք հետաքրքրված կլինեն, որ մեր զարգացումը լինի, որտեղ սա դառնալու է մի հատ զոնա, մենք դառնալու ենք որպես կամուրջ։ Ոստեղ իրանք իրար հետ, ասենք կարող է արտաքինում ուրիշ տեղ արտաքին աշխարհաքաղաքական այս բաներ ունեն խնդրեմ, բայց այդտեղ եթե խոսալու տեղ ունեն, բոլորին է այդ կանալը պետք է։ Գերտերությունները իրար հանդեպ միշտ փորձում են մեկը սրան բրդի հետո ասում չէ սրան բրդը, բայց տեղա պետք, ասենք օրինակ 20-րդ դարի սկզբին այդ բաներ, տենց ինչ որ շվեյցարիաներ ընդունվում տենց տեղ, որը որ կամուրջ էր, որտեղ տարբեր բաները ուժերը հավաքում էին իրար մեջ ինչ-որ փորձում էին բաներ, չնայած այնտեղ շպիոններն էլ էին դիքը այդ առումով։ Հիմա մենք պակասը չենք, առանց դրա էլ ինձ թվում է այնքան շպիոն ունենք, որ պարզ չի էլ լյուստրացիա եթե անենք, օրինակ եթե ես շատ կողմ կլինեի լյուստրացիայի իրականում, չգիտեմ, եթե այ համախմբվենք բոլորը, ես այս առումով դիմում եմ Կարապետյանին էլ, Ծառուկյանին էլ, Քոչարյանին ախր անիմաստ է դիմել, հասկանում եք։ Առնվազն ընդդիմադիր առանցքային ուժերից մեկն է։ Գիտեք ոնց, եթե դաշնակները օրինակն են, դաշնակներին դիմում եմ։ Քոչարյանը մի հատ մարդ է, որը ես շատ եմ հարգում, որպես մարդ, բան ինքը եղել է մեր նախագահան, չես կարա, էլի, եթե մարդ եղել է նախագահ, դու կարող ես քաղաքականության մեջ ինչ ասես, այս սենց արեն, այս արեն։ Սխալներ շատ է արել։ Չի բան արել, էլի, հասկանում եք, այդ իր սխալները մարդ եթե ընդուներ, ուրիշ բան, բայց սխալները արել ես, չես ապաշխարել, հիմա էլ ուզում ես նորից գաս, ինչ որ ես ուժեղն եմ, ես միակ տղամարդ եմ, մենակ այդ խոսքի համար ինքը իրանք չունել է ընդհանրապես քաղաքականության մեջ լինելու։ Այս մասով Քոչարյանի խոսքը մի փոքր մանիպուլացվել է, ինքը չի ասել միակ տղամարդն եմ, ես այդ հարցազրույցը հատուկ լսել եմ, նա նշում է կա այնպիսի տղամարդ, ով կարող է Հայաստանում հեղաշրջում անի, բուն միտքը այդպես չի դառնում, շատ մանիպուլացվել է։ Մանիպուլացվել է, համաձայն եմ, բայց նայեք, ես էլի եմ ասում, ինձ թվում է, օրինակ եթե իրանց մոտ կա Աննա Գրիգորյան կա, Ամր թողեք այդ ժողովուրդը գնան առաջ։ Թող գնան իրանք այդ չտեսնված խոսացող, տեսքով, որակով աղջիկա, երիտասարդներ կան, չէ, ամր տես մարդը ուզում է, այս է էլի որ չէ ես, ախպեր եսը թարգեք, վերջացրեք եսերը։ Եկեք ճիշտը անենք այս պետության համար, եթե սիրում եք այս պետությունը։ Իսկ եթե լոկ խոսքեր են, այնքան որ սիրում եմ, որ գամ հասնեմ, հետո էլի միակ տղամարդ դառնանք կամ միակ բիզնեսմենը դառնանք կամ միակ եսի միջը դառնանք, չի կարելի։ Կամ ազգ ենք, կամ ազգ չենք, ինչ որ միակների մարդ ենք, ամենաուժեղը, ախպեր թարգեք, ամենաուժեղ, փրկիչ, մրկիչ, չկա, ինստիտուտներ, պատրաստեք ինստիտուտներ, եկեք իրար հետ դնենք այս 5 րոպեվա մեջ թռնի Նիկոլը, իրար գլուխ հավաքենք 5 րոպեից իմացեք, ու դաշտը գիտեք ոնց անոնց համերաշխություն կսկսի հենց մյուս օրվանից, կտենեք ոնց են վերաբերվելու մերոնք իրար, վստահությունը կսկսի առաջանալ։ Մինչև այս իշխանությունը այդ ամեն ինչը մենք ունեինք, հենց իրենց օրոք այս պարակտումները, սևի սպիտակի իրանք հասցեցին գագաթնակետի։ Իրականում սկսվել էր արդեն, որովհետև նրանք էլ ախր ժամանակին չեն գնում։ Այս հարցը սխալներ եղել է։ Բայց չեմ հիշում, որ օրինակ նախկինում ընտանիքի անդամներով մարդիկ քաղաքական հայացքների համար ճշնամանային իրանց հետ։ Համաձայն եմ դա։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանում ժողովրդավարությունը տարեցտարի հետընթաց է գրանցում, մենք ունենք քաղբանտարկյալների թվի շեշտակի աճ, վեհափառի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, ինչը չափազանց մտահոգիչ չէ, բայց արևմուտքը այս ամենը կարծես թե չի նկատում, երբ ԵԽԽՎ-ի վերջին զեկույցին ենք ծանոթանում, մի պահ մեզ թվում է, որ մենք իսկապես ժողովրդավարության բաստիոնում ենք ապրում, պարզապես մենք դա չենք գիտակցում։ Ըստ ձեզ ինչու է արևմուտքը շարունակում աչք փակել այս ամեն ինչի վրա եւ գործող իշխանություններին նոր ռեպրեսիաների գնալու քարտ բլանշ տալ փաստացի։ Նայեք, հա, երկու հարց կա։ Մի հատ հարց կա, որ Նիկոլը այնքան սխալներ է արել, ու սխալ չի դա, սխալ չի։ Սա հանցագործություններ է արել իրականում։
ահռելի հանցագործություններ արել ազգի պետության դեմ։ Հիմա մեկ կողմից ինքը ուզում է իր պաշտոնավարումը երկարաձգի, որ կարողանա մնա ինչ-որ իր երաշխիքներ գտնի, թե ոնց է ինքը ստակից պլստալու, ուրա փախնելու, ինչ անելու, որ պատասխան չտա։ Մյուս կողմից կա արևմուտքը, որը որ ուզում է Ռուսաստանին իրանց ասելով բանանի, հա, ստեղից հանի։ Նայեք, երկու բանն էլ մեր համար շատ վատ է։ Մեզ պետք չի, որ Ռուսաստանը ստե շատ պին դլնի ուժեղ, մեզ պետք է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ։ Մենք 200 տարուց ավել է իրանց հետ ապրում ենք, պրոբլեմներ ենք ունեցել, այո, մեզ դավաճանել է շատ ժամանակ արժան, բայց ախր դավաճանելա մի քիչ սխալ խոսք է իրականում, գիտեք խի, որովհետև մենք ընդունում ենք իրանց ոնց որ մեր աղբեր, այն վաղ ասում են մեծ աղբերը բան չէ, դաշնակիցը մենք մոռանում ենք, որ ինքը, չէ, դաշնակիցը նորմալ է, բայց այդ ախր դաշնակիցը էլ պետություն է, որը որ ունի իր շահերը։ Հիմա մեծ պետություն է, գերպետություն, ասենք Վրաստան չէ, օրինակ Վրաստանի հետ մենք այս ամեն ինչ ունենայինք ու Վրաստանը աներ, հա, ասենք մենք հավասար ենք ինչ-որ չափով, հա, ու ինքը մեզ դավաճանեց։ Բայց նրանք գերպետություն են, ու իրանց գերպետությունների մեջ այնց խաղեր ա լինում իրականում աշխարհաքաղաքական, որ ինքը նախընտրում է ավելի հեշտ ճանապարհով գնա, ու այդ դեպքում ինքը փաստորեն քեզ բանը սխալ է, դա էլ է սխալ, որովհետև կարելի է գտնել այնպես բան, որ դու, ասենք, այդ քո գործընկերոջդ ինչ-որ sense վիճակների մեջ չգցես, ոնց որ մենք ընկանք, հասկանալի է, դրա համար մենք պետքա ոչ թե հույսներս դնենք լրիվ իրանց վրա, այլ մենք պետքա մեր վրա հույսները մենակ դնենք, ոչ ամերիկացու վրա, ոչ ռուսի վրա, ոչ չինացու վրա, մենք մեր վրա պետք է հույսները դնենք ու բոլորի հետ կարողանանք նորմալ հարաբերություններ։ Իսկ հիմա Եվրոպան ասում է, չէ, դուք ռուսին հանեք, լարեք, բազան հանեք, էսի արեք։ Ախպեր, վաղը դուք քանդվեցիք։ Մեր կողքը թուրքն է, որ եվրոպացին է գալուց դե Կրիվանի։ Դա տես հարցեր կա, հասկանում ես, բացի դրանից լավ այդ Կրիմն է դնենք, միան պատկերացնենք համերաշխությունը շատ լավ ենք մենք թուրքերի հետ, չտեսնված հարաբերությունների մեջ ենք։ Այսօր մեր տնտեսությունը մեծամասնությամբ սնվում է Ռուսաստանի հետ շփումից։ Այս իշխանության օրոք այդ կախվածությունը շեշտակի աճել է։ Այո, դա էլ է շատ հետաքրքիր։ Արևմուտք գնացող իշխանությանը ինքը վախում է Ռուսաստանից, բայց Ռուսաստանի հետ կանը գնում է խորացնում է իր բանը։ Հիմա եթե դուք ասում եք, գիտեք ինչ, հայ ժողովուրդ, այ մենք եվրոպացիներով, հենա ոնց են ուկրաինացիներին զենք տալի։ Ամր մեզ այդքան զենք չի պետք, բան չի պետք։ Մեզ ասեք, որ մենք ձեր տնտեսություն այս մինիմումը ձեր 25 միլիարդ դոլարի հնան կապահովենք 10 տարի։ Եկեք դուք Եվրոմիությունից, ԵԱՏՄ-ից դուրս եկեք։ Էդիկ ասեր առաջարկ է ինչ-որ, մտածենք, ժողովուրդ կարող է ինչ-որ խելացի բան են ասում։ Բայց իրանք ուզում են, որ քո հաշվին դու ստե ռուսի, իրանք պրոբլեմ ունեն անդե ռուսի հետ, հիմա քո հաշվին ուզում են ռուսին ստե էլ վատացնեն իր վիճակը, դու թշնամի դառնաս համ ռուսի հետ, էսյանից ադրբեջանցին, այնյանից թուրքն է, ու մատ Եվրոպայից սահման չունենք, հույսով լինենք, որ Եվրոպան չի քանդվի ու մեզ կօգնի։ Մեզ էլ առաջարկում են ցուրտ ձմեռների պատրաստվենք։ Հա, պատրաստեք։ Ախպեր, դուք հələ ձեր մեջ հենա Մակրոնը այս մի քանի օր առաջ ասեց 5 տարի էլ այսեն շարունակվի, Եվրոմիությունը չի լինելու, գոյություն չի ունենալու։ Ու մարդու ամենաառաջադեմ պետություններից եվրոպական մեկը, որ է դա ասում, հիմա մենք ընկնում ենք, ուզում ենք այդքան Եվրոպա այս վիճակում։ Դրա համար ենք առաջարկում, մենք առաջարկել ենք, որ պետքա սառեցնել, այս դուրս գալ, մտնել, հապկից հիմա դուրս գանք, վաղը մտնենք վապեր չեն սպասում ոչ մեկ մեզ չի թողին։ Հրավեր չունենք, առաջին հերթին։ Չէ, դե ասում են դե հրավերը եղել է ինչ-որ sense բան են ստից, այդ սաղ ստից խոսակցություններ էլ, մարդկանց մանիպուլյացիայի բանը։ Որ մինչև տարեվերջ պիտի տեխնատու երկրի կարգավիճակ ունենանք, այս տարի էլ հանրաքվեն լիներ։ Վրաստանին էլ են 20 տարի խոստալի, դրա համար վերջում հետո եկավ Իվանաշվիլի, սաղ փոխվեց, դրա հասկացա նախ չենք էցում սրանց հետ վատա։ Հա, դե, չէ, արևմտամետներն էլ ախր ձեզ ասում եմ, սրանք սաղ 90%-ը Նիկոլա, անդե մի հատ արևմտամետ կա, Տիգրան Խզմալյանն է իրականում, որ ի սրտե ուզում է էթա Եվրոպա։ Հասկանալով, չհասկանալով ոնց ինչ, բայց ուզում է անդե էթա։ Ես շատ եմ իր այդ շփվել, խոսացրեմ, իրականում ես գիտեմ, այս մարդը ի սրտե ուզում է, բայց այդ որ իրան բացատրում ես, մի հատ նայեք, էլի տնտեսությունը, պրոստը Եվրոպայում ինչ է կատարում։ Այսօր եթե Ուկրաինայի պատերազմը չլինի, Եվրոպայի տնտեսությունը կփլվի։ Որտեւ Չինաստանը իրանց արդյունաբերության հերնարանից է, չկա արդյունաբերություն, խեր Տրամպը կռիվանում, ասում է բարձրացրեք ձեր բաները,
բացատրում էր, որ ձեր տնտեսությունը դուք կարաք բարձր տեխնոլոգիաները եւ արդյունաբերությունը, եթե կարողանաք սարքեք մի քիչ որ բան դառնա Չինաստանին հավասարակշռված դե ինչ-որ չափով բալանսավոր մի քիչ լինի։ Եթե չէ, քանդվելու եք, այն առաջի իր ժամկետին էր Տրամպը դա ասում։ Հիմա ուղղակի են ասում ժողովուրդ ջան, այն չասենք այդ միգրացիայի հարցերը, հա, խնդիրները Եվրոպայում այդ ինչ են արել, այդ Մերկելի 15 տարի մնալ, այ դրան բերեց։ Որ 15 տարի մի մարդ, որը որ ոչ հնմուտություն ուներ, ոչ բան ուներ, գնացել էր ընկել էր սաղուրը Պուտինի հետևից ինչին հասան։ Volkswagen-ի գործարանները փակվում են, հիմա եթե այդ զենքն էլ չարտադրեն, ընդհանրապես Volkswagen-ը կարող է բան անի, բանկրպտcy դառնա։ Եվ պարոն Իկոնոմով, ամփոփելով ինչ է սպասվում մեզ, եթե Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին հաջողվում է վերարտադրվել եւ եւս 5 տարի մնալ իշխանության ղեկին Հայաստանում։ Ինքը հնարավորություն ունի վերարտադրվել մենակ կեղծիքներով, այս ահռելի ագրեսիվ իր քաղաքական այդ բաներով ռեպրեսիաներով ահռելի է լինելու։ Հիմա քանի գնալու է ավելի ալնելու, ինքը ուրիշ շանս չունի։ Աստված հերոպայի, ինքը ես վստահ եմ պատրաստ է, արունահեղության ամեն ինչի պատրաստ է։ Ինքը դրան է պատրաստում, այս օրենքները, որ ընդունվում են, հա, հիմա այս 2 օր առաջ իրավապաշտպանների հետ կապված իրավաբանների այդ բաների հանդեպ ամենտեղ խստացում է գնում, ամենտեղ իրանք խստացնում են, օրենքները խստացնում են բանում, որ հանգարցակի մարդիկ չկարողանան, ասենք, եթե ձերբակալեցին մարդկանց, իրավապաշտպանը չկարողանա բան ասի, խոսա նորմալ, ամենտեղ իրանք գործունեությունն են խստացնում ուղղակի այս մարդը իր յուրայինների անվտանգության համար գիտի, որ պետք է վերարտադրվի։ Դրա համար ինքը պատրաստ է ամեն ինչի։ Եվ դրանից հետո էլ սա դառնալու է մի բանը Հյուսիսային Կորեան երևի ավելի լավ վիճակում կլինի, քան թե մենք իրականում ուրիշ ճանապարհի դա չի կարա տարի։ Ինքը իր մտածելակերպ պետք է որ ասում քթի ծակ ունի, չէ, զգում ա։ Ինքը մենակ այդ մանիպուլյացիաների մեջ չտեսնված է, բայց ինքը չի հասկանում տնտեսությունը, աշխարհակաղակական իրական զարգացումները ուր են տանում, ինչ են անում։ Այդ անարժանապատիվ հայի այդ տեսքը, որ ինքը ընդունել է, այդ գլխարկն էլ դնում է գլխին, հələ ֆրֆռում է ոնց որ բազարի վարազը լինի, ոչ մի լավ բան, իրականում ամեն ինչ շատ վատ է լինելու։ Դրա համար պետքա բոլորս էլ սա պատկերացնենք, հասկանանք, առաջինը պետքա երիտասարդությունը հասկանա, կամ այն 50+-երը, ովքեր որ նայում են այս ծրագիրը, երիտասարդները քիչ են նայում, ցավոք, այս նայեք ինչա պետք, իրանք պետքա համոզեն, բացատրեն, որ մի անգամ պետքա գնան ընտրության, էլի, մի անգամ գնան ընտրության, որոշեն իրանց ապագան, սա ոչ թե իմ ապագան է, հա, ասենք այդ մեր 50+-երի ապագան չի, սա ձեզանից երիտասարդ ավելի մարդկանց ապագայի հարցն է, եւ ապագան, որ արժանապատիվ, էլի կարաս գնաս դուրսը սովորես, բայց դու հայ ասելուց քեզ լավը զգաս, էլի, բարձր պահես վիզդ Էսա պետք է փոխել։ Եվ Նիկոլ Փաշինյանի դեմքով աշխարհին չներկայանանք ամենակարևորը։ Այո, ամոթամ ես, որ մենք այտենց ենք ներկայանում։ Շնորհակալ եմ պարոն Իկոնոմով հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովի հետ։ Կհանդիպենք։